Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես Վահե Տերմինասյանն եմ, բնականաբար զրուցելու ենք առողջության մասին։ Գլխավոր թեման այսօր նվիրված է լինելու երիկամներին։ Շատ հետաքրքիր զույգ օրգաններ, որոնք մեզ շատ պետք են, բայց երբեմն մեզ ահավոր ցավեցնում են։ Սկսենք տեսանյութից, դիտենք այն, հետո հրավիրենք մասնագետին, որը կպատմի երիկամների մասին։ 20-րդ դարասկզբին բրիտանացի հնեաբանները եգիպտական մումիաներից մեկում հայտնաբերում են աշխարհի ամենահին ռորիտը՝ երիկամային քարը։ Մումիան թվագրվում էր մեր թվարկությունից առաջ 7-րդ դարով, իսկ դա նշանակում է, որ երիկամի միզաքարային հիվանդությունները մարդուն անհանգստացրել են հնագույն ժամանակներից։ Երիկամները զույգ գեղձային օրգաններ են, որոնք լուռ անում են իրենց գործը, ոչ միայն հավասարակշռելով օրգանիզմում հեղուկի ծավալը, այլև կարգավորելով մեր արյան ճնշումը։ Երիկամների ամենահաճախ հանդիպող խնդիրն այսօր էլ մնում է միզաքարային հիվանդությունը։ Բժշկության հայր Հիպոկրատը երիկամները քարերից ազատելու համար խորհուրդ էր տալիս տաք ջրային լոգանքներ անել։ Այսօր քարերը երիկամներից հեռացվում են լազերային քարափշրման եւ այլ մեթոդներով, նվազագույն անհարմարություն պատճառելով բուժառուին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 20 տարիներին միզաքարային հիվանդությունները ուրոլոգիական հիվանդությունների շարքում 3-րդ տեղում են եւ տարեցտարի ավելի են երիտասարդանում։ Իդեպ պայմանավորված հողի եւ ջրի բաղադրությամբ Հայաստանը միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտի է։ Միզաքարային հիվանդությունների կողքին, սակայն, երիկամների առողջությունը վտանգում են մի շարք այլ խնդիրներ՝ երիկամների անբավարարությունից մինչև ուռուցքներ։ Առողջապահության նախարարության տվյալներով Հայաստանում 2022-ին հայտնաբերվել է երիկամի քաղցկեղի 162 նոր դեպք, ընդ որում 105-ը տղամարդկանց մոտ։ Շագանակագեղձի եւ միզապարկի քաղցկեղից հետո երիկամի քաղցկեղը տարածվածությամբ 3-րդն է օնկոուրոլոգիայում։ Դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյան։ Դիմավորենք։ Ողջույն բժիշկ Ծատուրյան։ Ողջույն։ Ուրախ եմ ձեզ տեսնել եւ մենք այսօր քննարկում ենք երիկամները։ Առաջին հարցս ձեր տրամաբանությամբ մարդ ունի մեկ սիրտ, մեկ լարդ, մեկ ուղեղ, բայց չգիտես ինչու ունի երկու երիկամ, ինչներից է պետք երկրորդը։ Շատ լավ, ամբողջ հարգանքով մնացած կենտ օրգաններին, որոնք որ մենք ունենք, կարծում եմ, որ երիկամները եւ մնացած զույգ օրգանները, որ մենք ունենք մեր օրգանիզմում, դա բնության կողմից տրված է եւ քանի որ ծանրաբեռնվածությունը երիկամների վրա շատ է, բնականաբար մեզ համար երկու երիկամները պարտադիր են։ Համաձայն, փորձենք գնահատել որտեղ են գտնվում երիկամները, փաստորեն փորձենք հասկանալ։ Թոքերն էին, լյարդներ, որովայնի ստամոքսներ, աղիներն էին եւ այստեղ պահկված ունենք երիկամներ։ Այս մի երիկամն է, մյուսը ավելի խորն է, չի երևում։ Ինչու են այսքան հեռու պահկված։ Ինչպես տեսնում ենք, երիկամները բավականին պաշտպանված տեղակայում ունեն օրգանիզմում եւ ինչպես եւ մնացած բոլոր պարենխիմատոզ օրգանները, քանի որ պարենխիմատոզ օրգանները հակում ունեն շուտ վնասվելու եւ վնասման դեպքում բավականին մեծ արյունահոսության հետ կապված է։ Բնությունը մտածել է։ Այո, մտածել է։ Իրականում երիկամը ֆիլտր է։ Երիկամի մեջով արյունը պտտվում է, երիկամում ֆիլտրվում է եւ առանձնանում է այն ինչը որ մեզ պետք չէ։ Մենք այստեղ ունենք, կբացատրեք մեխանիզմը երիկամի աշխատանքի։ Ունենք երիկամի կեղևային շերտ եւ միջուկային շերտ։ Կեղևային շերտում տեղի է ունենում մեզի արտադրությունը, այսինքն առաջանում են ձեր ասած ֆիլտրի դերն է կատարում եւ որտեղից հետո արդեն հավաքված մեզը, ֆիլտրված մեզը լցվում է բաժակահավազանային համակարգ այստեղ։ Մեզը կուտակվում է, սա վերջնական մեզն է այստեղ հայտնվում եւ արդեն վերջնական մեզը միզացիոնով իջնում է դեպի միզապարկ, ապա արտաքին աշխարհ։ Խնդիրները առաջանում են այն դեպքում, երբ որ ճանապարհին լինում են խոչընդոտներ։ Օրինակ քար։ Օրինակ ուռուցք։ Օրինակ քար։ Ինչ չափի քարն է, որ կարող է խնդիր առաջացնել։
իհարկե ինչքան մեծ, այնքան ավելի խնդիրների առաջացման հավանականությունը շատ, բայց անգամ 1 մմ-անոց քարերը անգամ միլիմետրանոց քար։ Ինչ պետք է անի մեզ 1 մմ։ Եթե գալիս է միզածորան եւ ունենք անատոմիական առանձնահատկություն, այսինքն ավելի նեղ միզածորանային բացվածք, կան հետազոտություններ, իհարկե դրա հավանականությունը շատ քիչ է, բայց կան կատե հետազոտություններ, որոնք իհարկե ցավի կապակցությամբ են կատարվել եւ հայտնաբերվել են 1-2 մմ-անոց քարեր։ Իրականում 5-6 մմ-ը դա արդեն մեզ իսկապես խնդիր է առաջացնում եւ այն մարդիկ, որոնք ունեցել են այդ ցավերը, երբեք այլևս չեն մոռանա, գիտեն, որ դրանք դաժան ցավեր են, որովհետեւ գալիս են միզածորաններ, իսկ միզածորանների բացվածքը, լուսանցքը բավականին նեղ է եւ ինչ չափի քարը կարող է ինքնուրույն գալ ընկնել միզապարկ։ Միզածորաններում ունենք 3 նեղացումներ, 3 հատվածներ, որոնք կարող են նեղ լինել։ Եվ ամենանեղը միզապարկի պատի մեջ մտնելու հատվածն է։ Այն վերջի հատվածը, այո, եւ գալիս են վերջում։ Եվ քանի որ շրջապատված է միզապարկի մկանային շերտով, եւ այդտեղ ունենք մոտավորապես 5 մմ-անոց լուսանցք միզածորանի, որը իհարկե միշտ չէ որ 5 մմ է, պրակտիկորեն 5 մմ-անոց, 4 մմ, 5 մմ-անոց քարը պետք է որ ընկնեն, դրա հավանականությունը մոտավորապես 60-65% է։ Լավ, դուք ասացիք 5-6 մմ-անոց, միլիմետր, սանտիմետր չէ, խնդրում չխառնեք, միլիմետրանոց քարերը կարող են ընկնել, դրանից հետո արդեն ավելի մեծ են եւ խնդիր են առաջացնում։ Ես գիտեմ, որ դուք ձեզ հետ քար եք բերել, որը մենք պահել ենք, որպեսզի մեր հեռուստատողը չտեսնի, այս քարը դուք հանել եք երիկամի միջից։ Այո, այս քարը շուտ է հեռացվել, այսինքն հեռացվել է երիկամը։ Չուներ ինքնուրույն ընկնելու, դուրս գալու եւ մարդը երիկամ է կորցրել։ Այո, այս քարի դեպքում բնականաբար չի կարող քարը գալ միզածորան, երիկամի խոռոչում է լինում տասնյակ տարիներ առաջ։ Մենք հեռացնում ենք երիկամը կամ հեռացնում ենք քարը երիկամը հատելով, կիսելով, ինչպես տեսնում ենք այստեղ, կիսած վիճակում։ Ներկա պարագայում մենք ունենք ավելի մեծ հնարավորություններ, կարող ենք օգտագործել էնդոսկոպիկ քարափշուրներ, միջմաշկային, կողքից ծակ անելով երիկամի խոռոչքներ թափանցելով, անգամ այս չափսի քարերը կարող ենք մի քանի սեանսի ընթացքում ջարդել եւ երիկամը պահպանել։ Այսինքն մանրացնել, բերել այն 5-6 մմ-անոց չափերի որ կա, թե մենք ավելի խոշոր կտորներով ենք հանում արդեն։ Ունեն մենք խողովակ այդ դեպքում երիկամի խոռոչի մեջ տեղադրված ատակինից ստեղծված բացվածք, որի միջոցով մոտավորապես 1 սանտիմետրանոց խողովակի միջոցով կարող ենք ջարդել քարերը եւ բեկորները մեզ հետ հանել։ Կարող եք նաեւ սարքավորում ունենք։ Այո, սա մեր նյուս սարքավորումն է, որը իր էությամբ համապատասխանում է մեր օրգանիզմին, սա ճկուն ուրետերորենոսկոպն է, այսինքն մենք կարողանում ենք ներսից միզուկից առանց ատակին կտրվածների ներթափանցել օրգանիզմ, երիկամի խոռոչ, եւ եթե այստեղ միզածորանով բարձրանում ենք երիկամի խոռոչ, ապա երիկամի խոռոչում կարող ենք դիտել ամբողջ բաժակավազանային համակարգը եւ մինչեւ 2-2.5 սանտիմետրից քարերը էֆեկտիվորեն լազերի միջոցով փշրել եւ հեռացնել։ Սարքել ավազ շաքարավազայի հատիկի չափ։ Ահա, հիմա ես կուզենամ, որ դուք ինձ բացատրեք տարբերությունը լազերային քարափշրման եւ ուլտրաձայնային քարափշրման տարբերություններ, որ դեպքում որն ենք կիրառում։ Մենք ունենք քարափշրման իհարկե լայն հնարավորություններ, պնևմատիկ, այսինքն մեխանիկական քարափշրում, այո, հարվածային, ունենք, ինչպես դուք ասացիք, ուլտրասոնիկ քարափշրումը, ունենք լազերային քարափշրումը, որը որ կարող ենք կիրառել։ Այս գործիքով քարափշրումը չի իրականացում, գործիքը միջոցն է, որը որ կարողանում ենք թափանցել դեպի երիկամի խոռոչ, իսկ քարափշրման իրականացման համար կան արդեն քարափշրման միջոցները։ Քանի որ սա ճկվող գործիք է, բնականաբար պինդ խողովակ ճկվող գործիքի մեջ չի կարող ներթափանցել, իսկ ամենաբարակ խողովակները դրանք լազերներն են, որի միջոցով կարողանում ենք ճկենք եւ այդ եւ լազերի այդ բարակ լինելը մոտավորապես տրամաչափը դրա 200-272 միկրոմետր է, այսինքն 1/4 մմ-ի չափս։ Այսինքն կարող ենք մենք այսօր ասել, որ իրականում քարերի համար երիկամ հեռացնելու խնդիր այլևս Հայաստանում չպիտի լինի։ Ցավոք իհարկե դեռ կա եւ աշխարհում եւ Հայաստանում, որ քարերի կապակցությամբ երիկամը հեռացվում է, քանի որ քարը երբեմն ցավ չի առաջացնում, երբեմն մնում է գալցիմիզացիոնը փակում է, հիվանդները տեղյակ չեն լինում, ասում են մի անգամ ցավ եղավ, դրանից հետո անցավ, չիմացանք, բայց հավանականությունը եւ տենդենսը իհարկե գնում է այն ուղղությամբ, որ մենք ավելի քիչ ու քիչ
դեպքերում ենք դիմում երիկամի հեռացման։ Բժիշկ Ծատուրյան, ես գիտեմ, որ հիմա անգամ երիկամի չարորակ ուռուցքների ժամանակ հնարավոր է լինում էլի երիկամը հեռացնել միայն ախտահարված հատվածը։ Ինչ կասեք դրա մասին, առավել եւս որ օնկոուրոլոգիայով եք, այսինքն զբաղվում եք հենց չարորակ նորագոյացությունների բուժմամբ։ Մենք, ինչպես ասացինք, երիկամը ունի երկու հատված առանձնացնենք հեշտացման համար՝ բաժակավազանային համակարգը եւ բուն երիկամի հյուսվածքը, եւ ուռուցքները կարող ենք տարբերակել լորձաթաղանթից առաջացող, այսինքն ամբողջապես բաժակավազանային համակարգի մեջ եւ երիկամի խոռոչից առաջացող։ Ներսի ուռուցքները մենք կարող ենք նույն գործիքի միջոցով ներթափանցել, լազերի միջոցով այրել հիմքը եւ հեռացնել շուտ փուլերում։ Երիկամի հյուսվածքում առաջացող ուռուցքների դեպքում մենք կարող ենք երիկամը կամ մասնահատել, կամ եթե չափսերը մեծ են, հնարավորություն չենք ունենալ մասնահատման, ապա ամբողջ երիկամը այդ դեպքում հեռացնում ենք։ Ամեն դեպքում հիշում ենք, որ մենք ունենք երկու երիկամ, բայց մինչև վերջ պայքարում ենք անգամ մեկի համար, որովհետև այո, երիկամները շատ կարևոր են, բայց միաժամանակ նաև շատ խոցելի օրգաններ են։ Կան ախտանշաններ, որոնց պարագայում պետք է մարդը անպայման դիմի բժշկի, այսինքն երիկամների հետ կապված խնդիրը ինչ որ ձևով մեզ կարող է օրգանիզմը հուշել։ Որովհետև տեսեք, ասում եք, մարդը ասում է, ցավ չունեի, խնդիր չունեի, ոչինչ չունեի ու դառավ մեծ քար։ Իսկ կա ինչ որ նախանշան, որ զգացի, անմիջապես պետք է գնամ բժշկի։ Դե ցավը իհարկե եւ ցավ առաջանա, մարդը միանշանակ կդիմի բժշկի։ Ուզած չուզած կգնա։ Այո։ Մյուսը, որը պարտադիր պետք է չանտեսվի, դա արյունամիզությունն է։ Արյունամիզություն հատկապես եթե չունենք ցավով ուղեկցող արյունամիզություն։ Այսինքն ունենք արյունամիզություն, որը ցավ չկա եւ անցավ։ Արյունամիզությունը բացի երիկամների խնդիրներից կարող է նաև միզապարկի խնդիրների մասին ասել։ Ավելի շատ միզապարկի խնդրի մասին է խոսում, բայց միևնույն ժամանակ չեն կարող բացառել երիկամները, քանի որ իրենք մի համակարգ են։ Տեսեք, մենք օրինակ գինեկոլոգիայի մեջ երբ հայտնաբերում ենք արգանդի խոռոչուն պոլիպներ, մենք ասում ենք դրանք բարորակ գոյացություններ են, որոնք ունեն չարորականալու հատկություն։ Բարձրացած պարտադիր չէ, կարող է դուք 100 տարի ապրեք, ոչինչ չլինի այդ պոլիպին, բայց կարող է եւ փոփոխվի։ Նույնը մենք չենք կարող ասել միզապարկի մասին, որովհետեւ եթե միզապարկում կա պոլիպ, 100 դեպքից քանիսի դեպքում է արդեն չարորակացում լինում։ 99, այո։ Եթե ձեզ անցկացրեցին սոնոգրաֆիկ հետազոտություն եւ եթե ձեզ ասացին, որ ձեր միզապարկում կա պոլիպ, ապա պրակտիկորեն միզապարկի պոլիպ արդեն վերջին տարիներին չենք օգտագործում եւ դա ուղղակի շուտ փուլում, շատ շուտ փուլերում հայտնաբերված միզապարկի չարորակ հիվանդությունն է։ Որը իդեպ էլի ոչ մի սարսափելի բան չկա, բավականին հեշտ էնդոսկոպիկ տարբերակով կարելի է հեռացնել եւ պատմությունը ավարտել։ Վերջում ինչ խորհուրդներ կուզենայիք տալ։ Ինչպես միշտ, օգտագործել շատ հեղուկներ, չալաշահել միսը պետք չէ, շաբաթը 2-3 անգամ նորմալ եւ իհարկե սահմանափակ աղի օգտագործում։ Հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, մենք խոսում ենք երիկամների մասին, իսկ իմ հյուրն այսօր Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանն էր։ Շնորհակալություն։ Այսօր կատարելու ենք երիկամի մասնահատում։ Դեպքը հեշտ չէ, ունենք 5 սանտիմետրանոց ուռուցք ձախ երիկամի ստորին բևեռում, պետք է ուռուցքը հեռացնենք եւ պահպանենք երիկամը։ Նպատակը դա է։ Բժշկության նորարար մեթոդներին համընթաց քայլող Հայաստանում եւս այսօր երիկամի քաղցկեղն այդքան սարսափելի չէ, քան մի քանի տարի առաջ։ Գոյացության հայտնաբերման դեպքում որպես քաղցկեղի բուժման ոսկե մեթոդ կիրառվում է երիկամի լապարոսկոպիկ վիրահատությունը։ Հասնում ենք երիկամին, մասնահատում ենք եւ փոքր կտրվածքի միջոցով երիկամի ուռուցքը հեռացնում ենք։ Իհարկե կոսմետիկ էֆեկտը մեծ է, տեսանելի է հիվանդների համար, լապարոսկոպիկ վիրահատությունները բժիշկների համար են լավ, որովհետեւ մենք կարողանում ենք հիվանդներին հաջորդ օրը կամ 2 օր հետո դուրս գրել այն վիրահատություններից հետո, երբ որ մարդիկ պարկում էին հիվանդանոցում մոտավորապես 1 շաբաթ։ Երիկամների քաղցկեղը տարածվածությամբ երրորդն է ուրոլոգիայում հանդիպող ուռուցքների շարքում։ Արյունամիզություն, գոտկային ցավեր եւ ուռուցքի շոշափում գոտկային շրջանում։
Այս ախտանշանները կարող են վկայել երիկամների քաղցկեղի բարդացած վիճակի մասին։ Ավելի վաղ փուլերում քաղցկեղի այս տեսակը կարող է ախտորոշվել ամենասովորական ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ։ Մարդիկ կատարում են սոնոգրաֆիա, կատեքնություն եւ պատահական հայտնաբերվում է երիկամի գոյացություն։ Գոյացությունների հիմնական մասը, գերակշռող մասը լինում են չարորակ եւ պահանջում են հիմնականում վիրահատական միջամտություն։ Ի ուրախություն մեզ վերջին տարիներին մենք ավելի շատ կարողանում ենք երիկամները պահպանել։ Դա իհարկե կապված է նրա հետ, որ մարդիկ ավելի շուտ փուլերում են գտնում երիկամի գոյացությունները եւ ավելի շուտ են դիմում բժիշկներին։ Ուռուցքի հեռացումը երիկամներից կարող է տևել 1-ից 2.5 ժամ։ Այս վիրահատության ընթացքում ուրոլոգ վիրաբույժն աշխատում է միանգամից մի քանի կարևոր ճակատով։ Նույնիսկ ամենափոքր սայթաքումը կարող է ճակատագրական լինել։ Արտադրել են երիկամը սնուցող ամոթները, որը հետագայում պետք է ժամանակավորապես փակենք, որպեսզի կարողանանք երիկամը մասնահատենք։ Իրականում երիկամի վիրահատությունները իմ ամենասիրած վիրահատություններն են, ինչի, որովհետև դրանք իրենցից ներկայացնում են բարդ վիրահատություններ եւ մասնահատումը համեմատած երիկամի հեռացման իրենից ավելի բարդ վիրահատություն է ներկայացնում, քանի որ տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ են պետք եւ վիրաբույժի հմտություններն էլ բնականաբար պետք է ավելի բաց լինի, որպեսզի կարողանա տվյալ վիրահատությունը կատարել։ Մարդու ընդամենը 120-ից 200 գրամ կշռող երիկամները մեկ օրվա ընթացքում ֆիլտրում են մինչև 2000 լիտր արյուն։ Հետո թունավոր նյութերից, տոքսիններից ազատված արյունը մատակարարում օրգաններ։ Նման ծանրաբեռնվածությամբ աշխատող օրգանն ու դրա կենսունակությունը պահպանելն այսօր ուրոլոգ վիրաբույժների թիվ 1 մասնագիտական առաջնահերթություններից է, եւ սա վերաբերում է նաեւ քաղցկեղի բարդացած փուլերին։ 41-ամյա այս բուժարուի երիկամներից մի քանի րոպե անց կհեռացվի 5 սանտիմետրանոց գոյացություն, իսկ 1-2 օրից նա կվերադառնա իր կյանքի բնականոն ռիթմին, առանց տհաճ ցավերի եւ առողջ երիկամներով։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Շարունակում ենք մեր հաղորդումը եւ ժամանակն է խոսել ծնողների մասին։ Ծնողների մասին պետք է քննարկել, թե ընդհանրապես ճիշտ են կարողանում սնունդը կազմակերպել, կարողանում են արդյոք ծնողները ժամանակին հասկանալ, որ երեխաները ունեն հորմոնալ խնդիրներ։ Այս ամեն ինչի մասին պետք է քննարկենք, խոսենք։ Իսկ դրա համար մեզ պետք է ով? Իհարկե, մեզ պետք է մանկաբույժ։ Կանե Հովհաննիսյանին դիմավորենք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Եվ այսպես մենք խոսում ենք հորմոնալ խանգարումների մասին։ Ընդհանրապես ինչ են իրենցից ներկայացնում այդ հորմոններ ասածը, բոլորը վախենում են հորմոններից, բոլորը վախենում են հորմոնալ դեղերից, սարսափում են, բայց որևէ մեկ այդ հորմոնը երբևէ կյանքում, չգիտեմ, բռնած, շոշափած կա, թե չէ։ Հասանելի լեզվով ասած, հորմոնները նյութեր են, որոնք կարգավորում են մեր ներքին օրգանների աշխատանքը եւ ապահովում են մեր երեխաների նորմալ աճն ու զարգացումը։ Բայց դրանք շատ չնչին քանակությամբ են։ Իրենք փոքր քանակով են եւ չնայած իրենց չնչին քանակին, իրենք կատարում են շատ մեծ գործընթացներ։ Լավ։ Ինչ է նշանակում հորմոնալ խանգարում։ Ընդհանրապես, այն էլ երեխայի մոտ։ Երեխաների մոտ հորմոնալ խանգարումները բավականին հաճախ հանդիպող խնդիրներ են եւ մանկական պրակտիկայում, երբ որ մանկաբույժը հայտնաբերում է խնդիրները, ուղղորդում են նեղ մասնագետին, ներզատաբանի։ Ինչ ասել է հորմոնալ խանգարումներ,
որոշակի թվով հորմոնների կամ քանակի շատ արտադրումներ համապատասխան գեղձերի կողմից կամ քանակի քչացումը, որն էլ իր հետևից կբերի բազմաթիվ խնդիրների։ Ամենատարածված հորմոնալ խանգարումը, որ լինում է երեխաների շրջանում։ Երեխաների մոտ հաճախ հանդիպում է աճի զարգացման հետ կապված խանգարումները, վահանակ ձև գեղձի հորմոնների դեֆիցիտը, եւ որոնք իրենց հետևից կարող են բերել բազմաթիվ այլ խնդիրների, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրման խանգարումներն են, որոնք էլ իրենց հետևից բերում են տիպ 1 շաքարային դիաբետի։ Խնդիրները լուրջ խնդիրներ են, վատ խնդիրներ են, եւ եթե դրանց մենք չհետևենք, ավելի մեծ տարիքում մենք կարող ենք մեծ խնդիրներ ունենալ։ Եթե դրանք նյութեր են, որոնք որ արտադրվում են մեր օրգանիզմում, չնչին քանակությամբ, մեր օրգանների կողմից եւ այլն, ինչ կապ ունի դրա հետ սնունդը։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Այստեղ ես մեր սեղանում տեսնում եմ սնունդ, հանած կաթնամթերքը, որոնք որ կարող են հանգեցնել երեխայի մոտ քաշի ավելցուկի, որն էլ իր հերթին շաքարային դիաբետ տիպ 2-ի պատճառներից մեկ օրինակ կարող է հանդիսանալ։ Նայեք ինչ համեղ, այսպես բուրգեր կոչված սնունդ են տեսնում, չիփսեր, բուրգեր, սպիտակ ալյուրից պատրաստված, բարձր գինի։ Կա երեխա, որ սա չի սիրում։ Ցավոք ոչ, քանի որ իրենք առաջացնում են մեծ քանակությամբ հաճույքի հորմոնների արտադրում երեխաների մոտ, բավարարվածության զգացողություն շատ արագ կշտանում են, տրամադրությունը բարձրանում է, հետևաբար, ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները շատ են սիրում այս ամենը։ Գարեն, մեզ խափում են արտադրողները։ Արտադրողի համար դա բիզնես է, իսկ խելամի ծնողը կարող է կարգավորել այս ամեն ինչը երեխային տալով համապատասխան փոքր քանակներով, օրինակ սպիտակ ալյուրից պատրաստված սննդամթերք։ Լավ, ինչ անենք, եթե երեխան այնուամենայնիվ հայտնաբերել ենք խնդիրը ու երեխան սովոր է, որ ինքը ուտում է այս ամենը, միանգամից ասում ենք վերջ, այսօրվանից ընդհանրապես կտրականապես ամեն ինչը հանում ենք, դու գիտես այդ տեսար ինչի հասանք, ինչպեսի վատ վիճակում հայտնվեցինք, թե դանդաղ կարելի է այն ամենը։ Իհարկե, չպետք է երեխային նախատել, այլ պետք է երեխայի հետ Չէ, երեխայի պետք է աշխատել, եթե ծնողի մոտ չի ստացվում, միգուցե ընդգրկել նաև մանկական հոգեբանի, հա, որպեսզի երեխայի մոտ միանգամից կտրուկ չառաջանա ստրեսային իրավիճակ, քանի որ սահմանափակում իր հետևից բերում է նաև ստրես, իսկ ստրեսը մեծ քանակով կորտիզոլի արտադրում է, որը նորից ակտիվացնում է պաթոլոգիկ օղակները։ Հետևաբար խելամիտ գրագետ կազմված սննդակարգի միջոցով կամաց սննդակարգից հանելով բոլոր այն սննդամթերքը, որոնք կարող են առաջացնել վատ։ Հանում ենք fast food-ը, գնաց։ Քաղցր ըմպելիքները, այստեղ գազավորված, այո։ Շաքար, գազավորված, որում շատերը ասում են։ Բնական հյութեր կոչվածներ, որոնք ոչ մի կապ չունեն հիմնականում բնական ոչ մի բանի հետ։ Գնաց։ Հեռացնում ենք իհարկե չիփսը։ Չիփսը։ Ինչ ախորժաբեր հոտում էր, բայց չի կարելի, մեզ խափում են։ Այդ տեսեք, մեր պրոֆեսորին են խափեցին, այսօրին ընկավ։ Հանեք։ Խմորեղենը գոնե։ Չէ, եթե երեխայի մոտ արդեն կա քաշի խնդիր, ցանկալի է հեռացնել խմորեղենը կամ փորձել բաղադրիչները փոխարինել ավելի օգտակար սննդանյութերով։ Ներ ինձ խմորեղեն։ Եվ այստեղ մնաց հացը, լավ, հացի հետ ինչ ունեք։ Քան որ սպիտակ ալյուրից է պատրաստված հացը, ցանկալի է փոքրիկ կտոր օրվա առաջի կեսին կարելի է, երբ որ երեխան համապատասխան ֆիզիկական ակտիվության ժամանակ կարողանա յուրացնել կալորիաները։ Իդեպ սև հացի մասին երկու բառ կուզենայի ասել, որովհետև շատ հաճախ մենք գիտենք, որ սև հացը օգտակար է, այո, սև հացը օգտակար է, բայց գույնը ես ձեզ առաջարկում եմ մի հատ հասկանալ, ինչ է նշանակում սև հաց։ Դա նշանակում է չմաքրած, չկեղևազրկած ալյուրից, ամբողջական հացահատիկից ստացած հաց։ Հիմա փորձենք պատկերացնել եւ մենք մտնում ենք խանութ կամ ասենք թե օրինակի համար դուք տեսնում եք այս հացը։ Ես կարող եմ 99% հավանականությամբ ասել, որ սա ներկած հաց է, որովհետեւ բնական ցորենի հատիկը այսպեսի գույն չի ունենում։ Սա շատ ավելի մուգ է, ուրեմն սա ներկած է եւ մի մտածեք, որ ինչքան ավելի մուգ, ուրեմն այնքան ավելի լավ։ Ոչ, ձեզ հերթական անգամ խափում են։ Ամեն անգամ այդ հացը մուգ ներկելով եւ համոզելով, որ սա օգտակար ալյուրից պատրաստված հաց է։ Դե սպիտակը գիտենք, որ բնականաբար բարձր կարգի ալյուր եւ սա լավ բան չէ, բայց սրանց պարագայում ելի եմ ասում, միշտ հիշեք, որ մուգ
հացը դա դեռևս առողջ հաց չէ, դա ընդհանրապես ներկած հաց է։ Եվ այստեղ մնաց մեր կաթնամթերքը, իդեպ ասեմ, որ կաթնամթերքը մեր հաղորդման ցուցադրման հովանավոր Երեմյան ընկերության առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքն է։ Կաթնամթերքին հուսով եմ ոչ մի վատ բան չեք ասի։ Կարակի մասին կարող եմ մի փոքր խոսել, որպես ճարպաթթուների մեծ քանակությամբ ճարպի աղբյուր եւ պետք է այո երեխայի սննդակարգում կարակը սահմանափակումներով նույնպես լինի։ Իսկ կաթը մանիրը, մածունը եւ մնացած այլ սննդատեսակները իհարկե կարելի է օգտագործել եւ պետք է օգտագործել եւ երեխային սովորեցնել, որ բոլոր այդ չարաբաստիկ տեսականիները կարելի է փոխարինել բնական շատ նորմալ սննդամթերքով։ Այդ թվում նաեւ մենք ինչ վերցնենք օրինակի համար այս պանիրը ինձ այն դուր եկավ մնացած թողնում եմ ձեզ։ Հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ սա ծնողների դպրոցն էր, մենք խոսում էինք հորմոնալ խախտումների մասին։ Մնացեք մեզ հետ։ Մեր հաջորդ խորագիրը կոչվում է բժշկական զբոսաշրջություն եւ ես ուզում եմ միանգամից ներկայացնել իմ այսօրվա հյուրին, իսկ իմ հյուրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն է։ Դիմավորենք։ Ողջույն։ Բարև ձեզ, պարոն Տեր-Մինասյան։ Երկար տարիներ Հայաստանում եղել է մեկ սկզբունք։ Մարդը ունի առողջական խնդիրներ, մարդը ունի որոշակի ֆինանսական հնարավորություններ, նստում է ինքնաթիռը եւ գնում է արտերկիր բուժվելու։ Հիմա ինչ ենք ուզում անել ներկայումս։ Ինչպես ասում են, փորձում ենք հաճելին համատեղել օգտակարի հետ։ Զբոսաշրջության մեջ աշխարհում լայն զարգացում ունի բժշկական զբոսաշրջությունը, երբ մարդիկ գնում են այլ երկիր, որտեղ տվյալ ծառայությունները որակով, գնով գերազանցում են այդ նույն ծառայություններին իրենց երկրներում, ստանում են այդ բժշկական ծառայությունները, դրանից հետո վերականգնողական փուլում նաև ճանապարհորդում են, այնուհետև վերադառնում են իրենց երկրներ։ Այսինքն մենք ուզում ենք անել հակառակը, Հայաստան գան բուժվելու, ոչ թե մենք գնանք, այլ Հայաստանում զարգացնենք բժշկական туриզմ։ Իրականում դուք դա համարում եք ռեալ, այսինքն իրատեսական եւ մոտավոր թվեր պատկերացնում եք, թե տարեկան մոտավոր քանի մարդ, քանի բուժառու կգա Հայաստան, եթե մենք ամեն ինչ ճիշտ կազմակերպենք։ Իրականում արդեն գործում է համակարգը, առաջին հերթին մեր սփյուռքի հայրենագիցներն են գալիս Հայաստան բուժվելու, այո, բայց վերջին շրջանում հատկապես էսթետիկ պլաստիկ վիրաբուժության համար, նաև իմպլանտոլոգիայի ատամնաբուժության համար նկատել ենք, որ կա աճ, Ռուսաստանի Դաշնությունից են գալիս, մեր հարևան երկրներից են գալիս, ինչպես նաև Արաբական Էմիրություններից եւ արաբական երկրներից են գալիս, եւ այս տենդենսը նկատելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եւ առողջապահության նախարարությունը համատեղ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ փորձում ենք ոլորտը կանոնակարգել, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծենք կանոնակարգված մի պրոդուկտ, որտեղ բժիշկը եւ հիվանդը կգտնեն իրար, որոնց համար կաշխատի զբոսաշրջության օպերատորը եւ նաեւ ինչու՞ չէ ապահովագրական ընկերությունները եւ որևէ միջնորդ, որ այս process-ը կազմակերպի։ Ինչպես է դա տեղի ունենալու։ Մարդը գտավ ու Հայաստանը հասկանում է, որ այստեղ կան լավ մասնագետներ եւ ուզում է գա Հայաստանում բուժվի։ Այսինքն այդ ծառայությունների փաթեթը ինչ է իր մեջ ներառելու, սկսած օդանավականից են իրեն դիմավորելու, բժշկի հետ են ծանոթացնելու, ուղեկցելու են, թարգմանիչ է, հյուրանոց է, այսինքն ամբողջը պետք է ներառվի, թե այնուամենայնիվ գտար բժշկին Instagram-յան էջով պայմանավորվեցի, ժամ վերցրեցիր, եկար, հերթում երկար սպասեցիր եւ այլն եւ այլն։ Երկրորդ տարբերակը կա, հիմա էլ գործում է, բայց դա իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր։ Ծառայությունը չստանալու կամ վատ որակի ծառայություն ստանալու եւ հետո որպես հաճախորդ պաշտպանված չլինելու ռիսկերը։ Հիմա մենք փորձում ենք մեկ պայմանագրով եւ հաճախորդին ներկայացնելով մեկ արժեք կանոնակարգել բոլորը եւ ավիաընկերությունը եւ հյուրանոցը եւ բժիշկը եւ թարգմանիչը եւ ինչու՞ չէ շատ կարևոր է նաև ձեզ համար էլ որպես բժիշկ պաշտպանել բժիշկի իրավունքները, չէ որ հաճախ բժիշկը մատուցում է լավ ծառայություններ, սակայն հաճախորդի կողմից այնուամենայնիվ այո, եւ այս դեպքում մենք փորձենք դաշտը կանոնակարգել։ Ինչ է անելու պետությունը։
Պետությունը հանդիսանալու է այն հարթակը, որտեղ կհանդիպեն բժիշկը, զբոսաշրջային օպերատորը։ Այ ինչն է ամենագայթակղիչը ձեր կարծիքով լինելու Հայաստանում։ Հայաստանը ինքնին գայթակղիչ է։ Մենք որպես պատմամշակութային, գաստրոէնոտուրիզմի եւ ինչու՞ չէ նաեւ արկածային տուրիզմի կենտրոն գրավիչ ենք զբոսաշրջիկի համար, այսինքն ընտրելով բժշկական ծառայությունը Հայաստանում, զբոսաշրջիկը վստահ է, որ նաեւ կունենա հաճելի մի քանի վերականգնողական օրեր Հայաստանում։ Ինչ վերաբերվում է ծառայությունների մատուցմանը, սա իհարկե գնում է ավելի շատ առողջապահության նախարարության դաշտ, բայց զբոսաշրջության կոմիտեն հիմնվելով առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզավորված կամ սերտիֆիկացված բուժհաստատությունների կամ բժիշկների ցանքի վրա նրանց կներառի էլեկտրոնային հարթակում իմիջիայլոց, որպեսզի ծառայությունները լինեն ամբողջական, մենք նախատեսում ենք, որ լինի էլեկտրոնային հարթակ կամ ինչպես ասում են հավելված, որը շատ ավելի վստահություն կներշնչի հիվանդին։ Այսինքն պետությունն է, որ կազմակերպել է, պետությունն է, որ տալիս է լիցենզիան, պետությունն է, որ երաշխավորում է, որ Հայաստան եկող բուժառուն ստանալու է որակյալ, նորմալ, պետքական բուժում։ Մենք նախատեսում ենք նաև թվայնացնել զբոսաշրջության ոլորտը, բոլոր զբոսաշրջային օպերատորները, հյուրանոցները, գիդերը հայտնվելու են մեր էլեկտրոնային հարթակում եւ այսպես ասած ինտեգրելով այս երկու էլեկտրոնային հարթակները մեկ քլիկով, ինչպես ասում են, ծառայություններ փնտրողը կարողանա տեսնել եւ պետության կողմից հավաստագրված զբոսաշրջային սուբյեկտներին եւ ինչու՞ չէ նաեւ պետության կողմից հավաստագրված բժշկական սուբյեկտներին։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, մենք փորձում ենք ստեղծել մի նոր խորագիր, որի մեջ մենք կներառենք այն բժշկական կազմակերպությունները, այն մասնագետներին, որոնց մենք հավատում ենք, որ կարող են զբոսաշրջիկների, բժշկական զբոսաշրջիկների համար լինել հետաքրքիր, մենք կներկայացնենք նրանց աշխատանքը, մենք կներկայացնենք, թե ինչ է պետք անել եւ այո, պետության հետ համատեղ մենք կփորձենք այս ճանապարհը ավելի հեշտացնել, որպեսզի այո, Հայաստան ավելի շատ մարդիկ կան, ոչ միայն առողջ տուրիստները, այլ նաև Հայաստան կան այն մարդիկ, որոնք ունեն առողջության հետ խնդիրներ, այդ առողջության խնդիրները Հայաստանում մենք միանշանակ կլուծենք, կտանենք մեր երկիրը, ցույց կտանք, կներկայացնենք եւ իհարկե պետությունը եւ մենք բոլորս դրանից կունենանք մեր շահի չափաբաժինը եւ երկիրը ներկայացնելու եւ երկիրը զարգացնելու համար։ Հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, որ իմ այսօրվա հյուրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն է։ Շնորհակալություն։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք հղիազոլերի մասին, հանրությանը հայտնի ստրիաների մասին։ Հղիազոլերը առաջանում են մաշկի գերձգվածության հետևանքով, այսինքն ինչ է տեղի ունենում։ Էլաստինային կոլագենային թելիկների պատրում է տեղի ունենում, որոնք որ հիմնականում պատասխանատու են մեր մաշկի էլաստիկության համար։ Առաջացման պատճառը հիմնականում գենետիկ նախատրամադրվածությունն է, կարևոր նշանակություն ունի նաև անաձև գեղձի հորմոնալ շեղումները, սեռահասունության տարիքում կարող է առաջանալ, երբ որ դեռահասների շրջանում ունենում ենք մարմնակազմվածքի արագ աճ։ Մարզիկների մոտ կարող է առաջանալ, երբ որ ունենում ենք մկանային զանգվածի արագ աճ եւ կարող է առաջանալ հղիության ընթացքում, երբ ունենում ենք մաշկի գերձգվածություն։ Մեր այսօրվա բուժառուն ունի հղիությունից հետո մնացած հղիազոլեր, երկրորդ հղիությունից հետո են առաջացած եւ այսօր կատարելու ենք երկու տեսակի միջամտություն։ Կատարելու ենք միկրոասեղային RF lifting։ Գլխիկը կազմված է ոսկեջրած ասեղներից, կատարում ենք երկու գործողություն։ Ասեղով դակում ենք մաշկի խորը շերտերում եւ միևնույն ժամանակ սեղմակին սեղմելով ստանում ենք այրվածք։ Մոտ միլիոնից ավել դակում ենք անում մաշկի խորը շերտերում։ Միկրոտրավմաները 28-ից 30 օրվա ընթացքում վերականգնվելով տալիս են մաշկի առանձնականության բարելավում, սպիի հղկում, գույնի բացացում, ինչը որ աննկատ է դարձնում ստրիաները։ Կատարել են կորտեքսիլ PRP, որը իրենից ներկայացնում է արյան պլազմայում ավելի խիտ թրոմբոցիտար մասսա եւ ունի բարձր թիրախային ազդեցություն հատկապես հղիազոլերի դեպքում, ինչը որ մեզ տալու է գույնի բացացում, տալու է
սպիական հյուսվածքի հղկում եւ ունենալու ենք ավելի աննկատ հղիազոլեր։ Ցանկալի է միջամտությունները կատարել ավելի վաղ, քանի դեռ նոր են հղիազոլերը, քանի որ հնանալով մի փոքր ավելի դանդաղացնում ենք ստրիաների վերականգնման շրջանը։ Ինտերվալը 28-ից 30 օրը 1, 15 օրը 1, կախված թե ինչ դեպք է եւ ինչ վաղեմության է ստրիաները։ Միջինում 5-ից 6 միջամտությունը լիովին բավարար է լինում, որպեսզի ունենանք աննկատ հղիազոլեր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք մեզ հետ, հուսով եմ, որ ձեր այսօր ստացած գիտելիքները անպայման ձեզ պետք կգան։ Գուցե ձեր, գուցե ինչ-որ մեկի առողջությունն ու կյանքը փրկելու համար։ Հիշեցնեմ, որ մեր ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ անարատ եւ 100% բնական կաթնամթերքով, եւ հիշեք ամենակարևորը, որ մեր ամբողջ թիմը աշխատում է, որ դուք լինեք առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։